Իգոր, պապայինք են։ Չի կարող չկանգնել կներես։ Ինչ ա եղել, սենց որ տավել եմ, կսա վաղվես ասվալտին։ Արի, անդաս ջերակ աղջիկ։ Պապ, ես ոչ մի վատ բան չեմ արել։ Արի։ Աննան մեղավոր չի ձյաց բագրած, ինչ հարց ունեք իմ հետ։ Դրա բերանը փակի։ Սոսը հիվանդանոցում ա, Աննան պետք է իրան տեսներ։ Դու ով դարար, որ իմ խոսքից դուրս գաս։ Կամ դու նշանված աղջիկ ես, ինչ գործ ունես գնացել ես, դրա մոտ հիվանդանոց, այդ մտ։ Ձյաց բագրատ, արի հարցը սենց չլուծենք։ Աղջիկը սխալվել ա, ամել դա իմ ու իրա հարցն ա արդեն։ Իսկ չասի, որ տղամարդկությունը ցույց կտաս։ Տղամարդկությունը մենակ ծեծելով չի, ձյաձ Բագրատ։ Չիմացար վերջին նորությունը։ Այդ բույսին տեղափոխում են Մոսկվա։ Իբր փրկեն։ Բայց դու միշտ ապիր ուրախանաս։ Հույս չկա։ Այնքան որ տանում են։ Լավ կանես համակերպվես։ Մորանաս այդ տղային, ինքը արդեն մեռած մարդ է։ Այնպես որ հիմա մի լավ սգա ու պատրաստվիր հարսանիքին։ Փարթուր ասում, որ մի քոյ պես տղա է հասել բաժին քեզ, ով աչք փակեց քո խաղերի վրա։ Շախունցները լավ հիշվող ճոխ հարսանիք կանեն։ Ապրես տղա ջան, համով թե ես սարկեմ։ Միքայել, ինչ ես այդքան տալի առնում։
Հերուն ես աշխարհը չունի տղա ջան։ Դու գիտես, որ իմ համար փակ դուր չկա։ Խանգարողիններն էլ կփակենք։ Լավ այդ հարցը ոնց լուծվեց վերջը։ Մտածելու բան չունես։ Ամեն ինչ լուծված է։ Կգնա ինքը արտերկիր, իր առողջական խնդիրներով կզբաղվի, մենք էլ այդ հարցից կպրծնենք։ Բա որ ոտքի կանգնեց ու հետ եկավ։ Այդ ժամանակ ինչ եմ անելու։ Բախենում ես Աննային ձեռքից տանի։ Ոչ մեկ չի կարա իմ ձեռքից Աննային տանի։ Լավ։ Բախ ես հետս ուտենց վեճի մեջ մտել։ Եթե հետ գա, ուրեմն այդ աղջիկը ոչ քո բախն է, ոչ ճակատագիրը։ Աղոթենք, ճանապարհ կդնենք։ Կարաս տրամադրությունովս գնաս։ Արա դե տարբերակներ եմ ասում տղա ջան։ Դա հասկացանք, լավ էլի, լավ։ Իմիջալուտ համով է թե ապրես։ Ոյ Աստված, այդ երեխան ուր մնաց, ինչ է այսքան ուշանում։ Արևան ջան, Բարև, ինչ կա։ ոչ մի լավ բան։ Սոսես տուն էր եկել։ Հա, բայց տանը մարդ չկար։ Ճիշտն ասած ինձ պապան ասել է, որ Սոսին Պապա ճիշտ է ասել։ Սոսին տարել եմ բուժման։ որտեղ։ Մոսկվա։ Բայց Մոսկվա տանելու համար մեծ գումար է պետք, որտեղից են գտել։ Այդ մանրամասներից ես ուղղակի տեղյակ չեմ։ Լավ, ապրես շատ։ Շատ լավ ա որ քեզ տեսա։ Լավ մնա անջ։ Գոր։ Սոսը կապակինվի, չէ։ Պետքա բոլորով աղոթենք, որ սոսը շուտ ապակինվի ու լավ կլինի սոսին մոռանաս։
Այս երեխին ընկել է իր այլևից։ Վերջը բոլորս կախել փորձանք բերել է։ Մի բաժակ ջուր կոր։ Աննա։ Ամեն ինչ նորմալ է։ Իմացար լուրը։ Ինչ լուր։ Սոսը մահացել է։ Ինչ ես խոսում, ով ասել։ Կարևոր չի։ Ափսոս, երիտասարդ տղա էր, կյանքն առջև։ Հասակ ձեր ուսացին։ Սրտն է թեթևացավ։ Պապ, ինչի իմ հետ սենց վարվեցին։ Ես քեզ ինչ էի արել։
Ես ինչ ավիճակդ։ Իմել շշին ես կպե։ Չեմ կարում ես ամեն ինչի հետ հաշտվեմ, պապա։ Այդ տղա եղած նեղածան։ Հələ միած ստապվի։ Քեզ հայելու մեջ նայել ես դու։ Հեշտ չի։ Ես քեզ ինչ եմ ասում։ Մենակ սատկած ձկներն են գետի ուղղությամբ լողում։ Ինչ արել ես, անելուց առաջ պետք է 100 անգամ չափեի ձևեիր ու մտածեիր։ Վերջ արը կրծել ես։ Հավաքիկ ես։ Երեխա ունես։ Վաղը միսօր պետք է ամուսնանաս։ Լես ինչ վիճակա։ Մեզ էլ ու պերց, վերջացավ։ Արի հորքոր։ Վեր կաց։ Արդեն ուշ է, բոլորը ներքևում քեզ են սպասում։ Չեմ կարողանում։ Այս ամեն ինչ իմ ուժերից վեր է։ Հասկանում եմ։ Բայց կարողանաս չկարողանաս։ Արդեն հասել ենք այս օր։ Չենք հասել։ Ստիպելով հասցրել եմ։ Կյանքա, այդպես էլ կպատահի։ Մեկա թեկուզ ամուսնանամ էլ առաջին իսկ հարմար պահին ասելու եմ, որ Սոսի երեխային եմ սպասում։ Քշվեցիր այմալը։ Միքայելը քեզ կսպանի հերետել մեզ։ Դուք ինձ արդեն սպանել եք։ Ոնց Սոսի գլուխը կերակ տնցել իմն եք ուտում։ Իմ ձեռքը ինչ կար, որ չարեցի քո համար։ Ոչ մի բան։ Արդեն շատ ուշ է, քո գնացքը վաղուց գնացել է։ Դու վաղուցվանից ես քո կյանքը ու կամքը հարմարացրել պապային։ Վեր կաց բալես, վեր կաց։ Այս սիրուն շորիկը թաքի ու միջի ներքև։ Թող այս օրով ուրիշ պատմություն չդառնա։ Սոսին չեն կարողանալու հետ բերենք։ Ինչ էլ անենք։ Լավ ընտանիք է։ Մի քիչ հեռատեսեղի, երեխուդ մասին մտածի։ Եթե չամուսնանաս հերդ քեզ այս վիճակում չի պահի։ Դու դա ինձնից լավ գիտես։ Դու էլ մենակ ոչ մի բան չես կարողանա անես։ Երեխուդ վիզը ծուր մի թող։ Հեռու մտածի։ Խրհորքուր հասկացի ես, բացի Սոսից ուրիշ տղամարդու կողքին չեմ կարող հարսի շորով կանգնել։ Ես միշտ այդ օրը Սոսի հետ եմ պատկերացրել։
Վերադառնալու եմ, ամուսնանանք։ Սիրում եմ քեզ։ Նայ բալա, նայ տես ովքեր են գալիս, հարս ու պեսա։ Բա բալես, նոր մամա ենք ստացել։ Պապ, Ինչ տղա ջան, բա երեխեն չի իմանա, որ մեր մոտ նոր մարդ է ավելացել։ երեխան դեռ կհասցնի այդքանը հասկանա։ Տղա ջան, չէ։ Պետք է ամեն ինչ իր տեղը գցել, հենց սկզբից։ Չէ Աննա ջան, համել դուր մեր հարցերին մի խառնվի։ Բալես, գնա մամային գրկի։ Պապ, իրանք դեռ կհասցնեն իրար գրկել։ Հայ բալով ո բան ասում։ Հələ կսովորենք ընտելանան իրար։ Աղջիկ ջան, բարով ես եկել մեր տուն։ Բարով ես եկել մեր օջախ։ Ճիշտ է, երկար ժամանակ մայր չես ունեցել։ Միքայելս էլ մայր չի ունեցել երկար ժամանակ։ Ես ու Միքայելս մի կերպ դիմացել ենք, ամեն ինչ արել ենք։ Ու մենք կփորձենք քեզ օգնել, ես ու Միքայելը։ Այնպես որ դու քեզ զգա քո տանը, քո ընտանիքում։ Մենք քո կողքին կանգնած ենք։ Դու ինչի չես գնում քնես։ Քունս չի տանում։ Ինչ եք վերջերս շուն ու կատու դարել։ Չուզում քնի, թող չքնի։ Մի ընկի հետը։ Տեսնես հիմա Աննաս ինչ վիճակում։ Այսօր մինչև լուսացնեմ կծերանամ։ Ցարսի նման ես գիշերն էլ ենքան երկարա։ Մենք ենք շտապում։ Դու ասեցիր, չէ՞։ Հղիության մասին ոչ մեկ չպիտի իմանա։ Իսկ ես մնացածը մի քո հետ կլուծեմ։ Ասել եմ։ Մնում լսի։ Ինչ է զարմանում։ Քո տիպն է, ինքնասասի ու համառ։ Լավ էլ համար ես գտել։ Լավ, մնում էլ դու ինձնից նեղանաս։ Իմ մտավախությունը գիտես ինչ է։ Մի քո ընթասի բովտղա է։ Կարող է այս ամեն ինչը կուլ չտա։ Ես կողմից էլ միշտ ականջները սիրահարված է։ Կարող աչքերը փակի։ Լավ, վիսկին բեր։ Ինչ վիսկի։ Քեզ չի կարելի գունավոր խմիչ։ Կարելի է, չի կարելի, խայտարակ ենք լինում, գնա վիսկին բեր։ Սոսի գլուխը կերար, մտածում էր գնալու ես կոծկվես ու երջանիկ ապրես, հա? Չի լինելու։ Բերելու են հետ շպրտեն։ Պապան էլ քեզ ընդունողը չի։ Փողոցում ես մնալու, էդ էլ է քեզ քիչ։ Տառապի, որ տառապանքի գինը հասկանաս։ Բալի չես խմում։ Ես իմ կյանքում եմ խմել։ Մտածեցի այսօր բացառություն անես։ Լարվածություն չանցի։ Չէ, չեմ խմում։
իզուր ես խուսափում։ Վաղ թե ուշ պիտի հաղթահարես։ Տեսար, որ ես էի ճակատագիրդ։ Երջանկությունդ քթիդ տակ ընկած, դու ուրիշ տեղ էիր փնտրում։ Չնայած նրան, որ իմ սրտին էլ դարդ եղել, այդ տղու հետ կատարված եմ։ Բայց ինչ կարանք անենք։ Ոչ մի բան մեր ձեռքերում չի։ Հատկապես մահը ու կյանքը։ Նենց որ նոր կյանք, նոր ժամանակներ։ Ես հղի եմ։ Սոպսից։ Էլով գիտի սրա մասին։ Սոսըդ գիտեր։ Խոսա, ով գիտի։ Պապան ու հորքուրը։ Պապատ։ Պապատում էր ուզում էշի տեղ դնել։ Ինձ թե օրս։ Բա ինչի հարսանիքից առաջ չեր ասել։ Հը? Ինչ ես լլկվել։ Խոսա։ Պիտի ցավա։ Պիտի միշտ ցավա, որ ինձ հասկանաս։ Այ Աստվածյան, ես ինչ ծանր գիշեր է։ Մեղքի զգացումը տենց ծանր բան է։ Սուտը գեղցիկը երբեք մարդուն լավ բանի չի բերել։ Մենք ենք մեղավոր։ Մենք ստիպեցինք, որ այդ երեխեն հասավ այս կետին։ Մենք Չնեղանաս, բայց հենց դու։ լավն էր գիտես։ Ես ինչ եմ արել։ Ասել եմ գնա խալխի տղու հետ ֆրֆրա հղիացի տուն արի։ Շուրջդ նայիր։ Ինպես հետևողական ու խիստ հայր։ Այս ամբողջ հարևանության մեջ կգտնես։ Հենց այդ խստությունն էլ մեր տունը քանդեց։ Բա թողնեի փողոց ընկնեին։ Չնայած ընկան էլի։ Ընկնելը պոզով պոչով ոչի լինում։ Կլինի հոգնակի չասես։ Սուս մնա դու էլ մի բան չես։ Արգելված պտուղը միշտ էլ քաղցր է լինում։ Քո իմացած ազատությունը մի խառնի սրանց պատկերացրածի հետ։ Սրանք անպատկար ու սանձարձակ են։ Տարիքը տարածքին ես։ Իմ ոչ մի խոսքին հակառակված չկաս։ Հենց դա էլ իմ բաց թողումն է։ Ոչ սխալվում ես, այդ քո ամենամեծ ձեռքբերումն է։ Այդ կնոջ հարիր ու վեհ տեսակն է։ Բա հետդ ապրում են։ Թող քեզնից մի բան սովորեին, չէ։ Փողոցի դաստիարակությունը ընտրեցին։ Քիչ առաջ դեմքդ խառնած ասում էիր Աննան ինքնասած Իակո կտորն է։ Սիրտը տարել է, ոնց որ։ Չես տեսնում, լարված եմ։ Դու իմը Աստված կանչի, որ լույսը բացվի,
Տեսնենք ինչ ենք անում։ Պիտի ապրես սաղ կյանքդ։ Այսօրվանից էլ ընտանիքիդ անդամներին չես տեսնելու։ Այդ երեխեդ էլ չի ծնվելու։